70-ամյա տաքսու վարորդը ծեծի է ենթարկում Ռաիսային։ Ինչու։ Այ այդ մեծ խնդիրներից մեկն է անշնորհք վարորդների, որը շատ են, կապ չունի ստարտ ես կանչում, կոմֆորտ ես կանչում, կոմֆորտ պլյուս ես կանչում, իսկ տարբերություն չունի։ Մի քիչ, չեմ, մեր հայ տղամարդկանց մեծ մասը, չգիտես ինչի, ագրեսիայով ու մունաթով խոսում են մարդկանց հետ, որը չեմ կարողանում հասկանամ։ Իհարկե այդ մենակ տղամարդիկ չեն, կանանց մասին էլ է, բայց չգիտեմ, շատ եմ խնդիրներ ունենում, հիմա որ իմ Yandex-ի այդ բանը ստատուսն նայեք, երևի ամենացածրն է, որտեղ միշտ կռիվ եմ անում, միշտ։ Ինչու։ Անշնորհքության պատճառով, ես անշնորհքությունը չեմ սիրում։ Օրինակ, ինչ էր տեղի ունեցել այդ պապիկի հետ։ Այդ մարդին ես խնդրեցի, որ ինքը չգնա այս ճանապարհից, գնա մյուս ճանապարհից։ Իսկ ինքը պատտվեց ինձ ասեց մնում էր մատ չեմ ուզում այդ բառը ասեմ, որովհետև իմ բանի մեջ չի, բլոնդ մազերով աղջիկ, դուք հասկացաք ես ինչ եմ ուզում ասեմ, ինձ յասի ես որդեից այդամ։ Ու դա հասկանում եք, դա առաջինը վիրավորանք է, դու մարդուն պիտակավորում ես, չես ճանաչում, բայց չգիտեմ, սկսում ես քեզանից դուզ բաներ խոսալ, ու ես իրան ասում դու դրա իրավունք չունես, որ իմ հետ խոսաս, ու ուզում էի իր մեքենայից իջնել, ասենք մի րոպե չէր որ նստել է իր մեքենան։ Հենց եկա մեքենայից իջնեմ, դռները փակեց ու ձեռս բռնավ, չէր թողնում իջնեմ։ Փողը ստուր նոր իջի։ Ասամ ես նոր եմ նստել, փող չեմ կարող քեզ տամ, ինչի համար պիտի փող տամ ու էլի նորից եկան որ դուռը բացեմ, այդ մարդը սկսավ արդեն ինձի ծեծել։ Այսինքն վարորդը ֆռալով սկսավ ինձ ծեծել, որ մի հատ ջահել տղա էր, որ այդ ամեն ինչին ականատես էր, եկավ ու դուռը ծեծելով, այսինքն եթե տղեն չներ, ես հաստատ այդ մարդու ձեռի տակ կճմոխվեի երևի, որը չեմ սիրում այս թեմային անդրադառնամ, որտեվ շատ ցավոտ թեմա է, ես կյանքում չէի մտածում, որ ինչ-որ վարորդ կարող է ինձի ծեծի, տղամարդ կարող է ինձի ծեծի իմ երկրում, շատ ցավալի է դա, իսկ Yandex-ին story արեցի, խնդրեցի, որ հեռացնեն այդ վարորդին ու արդեն ինքը լայնածավալ գնաց այդ խնդիրը,